Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանում ուշադրությունը հրավիրվել հայկական եկեղեցու անմխիթար վիճակին Իրան։ Կարին գիտական կենտրոնի եզակի արխիվը շուտով հրատարակվելու է։ Գյումրվա որփանոցն ասուսարված ճշմարտությունը։ Բաղեշում սպասվում է ձյան տեղում ու ջերմաստիճանի անկում։ Մուսալերը հերոսական դիմադրության խորհրդանիշ։ Բուրսայի հայ կաթոլիկ համայնքը վիշապաքարեր հայկական լեռնաշխարհի առեղծվածային ժառանգությունը։ Օկուպացված Արևմտյան Հայաստանում գործող ընդդիմադիր ժողովուրդների հավասարության ու ժողովրդավարության կուսակցության պատգամավոր Օմեր Օջալանը խորհրդարանի ուշադրությանն է ներկայացրել Հալիլիե շրջանում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու վիճակը։ Պատգամավորը նշել եկեղեցին Արևմտյան Հայաստանում Օսմանյան շրջանի ու միջազգային ակադեմիական գրականության միջին պահպանված հազվագյուտ օրինակներ է։ Սարգվել է 19-րդ դարում ու մինչև 1915 թվականը հայ ուղղափառ համայնքի կողմից օգտագործվել է որպես պաշտամունքի վայր, իսկ հետագայում մատնվել է անտերության։ Օջալանը նշել է վերօգտագործվել է որպես ախորդ ու ժալագանձ որոնողների կողմից, իսկ 2023-ին փլուզվել է գմբեթի մի մասը։ Ինքը կարևորել է եկեղեցու պահպանությունը, եկեղեցու վիճակի մասին գրավոր հարցեր հղել Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին։ Ինքը մասնավորապես հարցրել է Թավերնա Գերմուշ եկեղեցու վերականգնման գործերի բացակայության պատճառը վերհաստատություն են պատասխանատու եկեղեցու պահպանման հետի, արդյոք նախարարության կողմից ձեռնարկվել միջոցառումներ փլուզված գմբեթի վերականգնման ուղղությամբ ու արդյոք եկեղեցու վերականգնման հետի բյուջեը հատկացվել 2026-ի ներդրումային ծրագրի շրջանակներում։ Շուտով հրատարակվելու է Գագիկ Գինոսյանի հիմնված Կարին հայ ավանդական մշակույթի ուսումնասիրման գիտական կենտրոնի բազմամյա արխիվը։ Արարատ բանկի աջակցությունով իրականացվում է շուրջ 30 տարվա ընթացքում հավաքագրված երգերի, պարերի, ծեսերի ու ավանդույթների թվայնացում, որոնք մինչև այժմ պահպանվել են 5 կրիչների վրա։ Արխիվը ներառում է Արևելյան Հայաստանի տարբեր մարզերը, Արցախի ու Արևմտյան Հայաստանի համայնքները հավաքված մոտ 600 մշակութային նմուշ։ Նախաձեռնության նպատակն է պահպանել ու փոխանցել հայ ավանդական մշակութային ժառանգությունը ապագա սերունդներին։ 1920 թվականին Գյումրին տեղածել աշխարհի ամենամեծ որբանոցի կենտրոնը, ստեղ ապաստաննել ճարած ավելի քան 20,000 հայ որբեր, որոնց ծնողները սպանված են Արևմտյան Հայաստանում։ Այս խոխորձը մի մասը թուրքական գերությունից փրկված արել մեկական ոսկե մետաղադրամով Ամերիկայի իշխանությունների ու հասարակական կազմակերպություններին քյոմագյալը։ 1915-ից 16 թվականների ամերիկացի ու ֆրանսիացի միսիոներներին ջանքերով թուրքական գերությունից փրկվել շուրջ 814,000 հայ խոհեկ, վերտեղափոխվել աշխարհի ավելի քան 70 երկրների հատուկ մանկատներ։ Իրանք սոր համաշխարհային հայկական սփյուռքի տատիկներն ու պապիկներն են եւս 20,000 խոհը ապաստանաճարալ Գյումրիում տրնալավ ժամանակակից լենինականցիների մեծամասնության նախնիները։ Բաղեշում եկած Թորերանը ետը բարձրադիր շրջաններում սկսվել է ձյան տեղումը, ինչի կապակցությունով հայտարարվել է սառնահարության վտանգի մասին։ Մասնագետներն զգուշացնում են Վանա լիճ մտնողներին սառը ջրում լողալը կարի հանգեցնել սառնային շոկի ու առողջական լուրջ խնդիրների։ Վարորդները եւս կոչարվում զգոնինել լեռնային ճանապարհներին ձյան ու սառույցին դարդան։ Մուսալերը Կիլիկիա մի տեղ, շտեղ 1915 թվականին տեղի ունեցել հայկական պատմության ամենահերոսական էջերամինը։ Օսմանյան իշխանությունների տեղահանման հրամանին չենթարկվելով 6 հայկական շեների բնակիչներ պիցրացան Մուսալերը ու կազմակերպել ինքնապաշտպանություն հայերի դեմ իրականացված ցեղասպանության օրերին։ Դիմադրություն տվել 53 օր 1915-ի հուլիսից սեպտեմբեր։ Այս իրադարձությունները աշխարհին հայտնի ընտրավ Ֆրանց Վերֆելի Մուսալերան 40 օրը վեպի շնորհիվ, վերը թեև անվան մեջ օգտագործման խորհրդանշական 40 թիվը հիմնված է իրական փաստերի վրա։ Պաշարվածների նկատալա ֆրանսիական գիշեն հածանավը ու դաշնակիցների ֆրանսիական ու անգլիական նավատորմերի օգնությունով իրանք տարհանվել են Եգիպտոսապորտ Սաիդ նավահանգիստը։ Վերֆերի գիրքը համաշխարհային ուշադրություն հրավիրել հայ ժողովրդի ողբերգության Իրան ու երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տրավակաջության ու դիմադրության ներշնչման աղբյուրը։ Բուրսայում հայ կաթոլիկ համայնքի պատմությունը ձգվում է մինչև 18-րդ դարը, թեև պաշտոնապես հայ կաթոլիկներն 1830 թվականին Սուլթան Մահմուդ Բեյի հրամանագրով առանձնացան հայ առաքելական եկեղեցուց, բայց դեռևս ավելի վաղ Բուրսայում գործելի սալել կաթոլիկ ուղղության հայ միսիոներներ։ 1722 թվականին փաստաթղթերը վկայում են Բուրսայի հայ կաթոլիկները հավաքելիսին տներում ու իրականացնելիսին իրենց ծեսերը, չնայած այդ գործունեքը ժամանակին արգելված այլ պատրիարքների կողմից։ 19-րդ դարի երկրորդ կեսին համայնքը աստիճանաբար ամրապնդվել է, թեպետ 1862 թվականի Բուրսայի մանրամասն քարտեզում հարամնշված չիլել հայ կաթոլիկ եկեղեցի, 1864 թվականից արդեն արձանագրված են եկեղեցու ու շկոլի կառուցման մասին արխիվային տվյալն է։ Այդ եկեղեցին հետագայում օգտագործված նաև որպես գործարան ու պահեց Սոր Բուրսայի կենտրոնում պահպանված միակ հայկական մշակութային ժառանգության կառույցն է, 2025 թվականին վերականգնվում է Իլդրմի քաղաքապետարանի կողմից։
Վիշապի կոթողները կամ վիշապաքարերը համարվում են հայկական լեռնաշխարհին բնորոշ առանձնահատուկ ու առեղծվածային կոթողներ։ Տեղադրվել են բնական արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների կողքին ու խորհրդանշան տարիքի ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն, առատություն։ Վիշապաքարերին կողքին 150 օրինակ է հայտնի սոր, որոնցից 90-ը Հայաստան Հանրապետության տարածքում։ Վիշապաքարերի տեսքն ու տեղադրման վայրը կապված է այլալ առասպելական օձ վիշապինի հետ, հաճախ տեղադրված են այլալ աղբյուրների ու գետերի ակունքների մերձակայքում։ Ըստ Արմենակ Աբրահամյանի, վիշապները որպես տարերքների խորհրդանիշներ նվիրվել են հայոց պանթեոնի բնության դիցուհի Անահիտին։ Western Armenia TV-ին սրտանց շնորհավորում է Ուրան Սաղ հեռուստադիտողներին ու հայ բնիկ ազգին ամանորի ու Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ։ Թող նոր տարին կյա հավատավ, հույսավ ու վերացնի ուժավ, մեր հոգիներում վարպահելավ ազգային հիշողությունը, արժանապատվությունը, մաղթում ենք նորանոր հաղթանակները, թա մտքի, թա ոգու, թա ստեղծագործ աշխատանքների մեջին։ Ամենից առաջ մաղթում ենք խաղաղություն մեր ընտանիքներում, հայրենի հողում ու ողջ աշխարհում։ Թող իրականանան ձեր սաղ նպատակները, կյանքի ճանապարհը լուսավորվի բարությամբ, իսկ յուրաքանչյուր տուն լցվի երջանկությունով, ջերմությունով ու վստահությունով վաղվա օրվա հանդեպ։ Թող Սուրբ Ծննդյան լույսը ուժ տա մեր միասնականությանը, ամրացնե հավատը, արդարության ու ճշմարտության հանդեպ, իսկ նոր տարին դառնա նոր սկիզբ ստեղծելի, պահպանելի ու շարունակելի հայկական կյանքի մշակույթի հարատև ընթացքը։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա տեսքան ենք պատրաստալ ապրիկ ուշադրության հետ, պնդկացիք։